Մի քանի ժամվա ճանապարհն արդեն թիկունքում է, իսկ առջևում նոր ճամփորդություն, մշակութային։ Սահմանամերձ Տավուշի տարբեր բնակավայրերից են դպրոցականները։ Իմ քայլը հիմնադրամի նոր մշակութային ճամփորդություն Հայաստանում պիլոտային ծրագրի առաջին ուղևորներն են։ Ես շատ ուրախ եմ, որ այս շատ կարևոր եւ առանցքային ծրագրի մեկնարկը տեղի ունենում հենց այստեղ, Երևանի սրտում եւ Մայր թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Լայն ժպիտով ու արևոտ երգերով իրենց հասակակիցներին Երևանում դիմավորում է Արևիկ մանկապատանեկան անսամբլը։ Պիլոտային այս ծրագրի մեկնարկին Տավուշցի 40 դպրոցական է մասնակցում, բոլորը տարբեր դպրոցներից։ Տավուշից Երևան ճանապարհին, սակայն հասցրել են ընկերանալ։ Որպեսզի թյուրացնենք երեխեքի ընտրությունը, գեղարվեստական առաջադրանք տվինք եւ խնդրեցինք ձեզ, որ շարաշություններ գրեք, որ ինչ է արվեստը եւ ինչու գուզեք մասնակցել այս ծրագրին։ Իսկության մեջ մեր գործը չի թյուրացուցինք։ 100-ից ավելի ստեղծագործությունից են առանձնացրել 40-ը, նրանցից մի քանիսի ստեղծագործություններից հատվածներ տեղում են կարդում։ Արվեստը ոսկե փիլազուկ է, մտափերում եմ դադիս խոսքերը։ Ես էլ եմ ուզում ոսկե փիլազուկ դառնալ, արվեստը դարձնելով իմ կյանքի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Եթե նկարեի իմ ընտանիքը, ամենքին մի գույնով կներկեի, մայրիկիս արևի պես դեղին կներկեի, հայրիկիս երկնքի պես կապույտ, ես ինձ պատկերացնում եմ արվեստագետ։ Արվեստագետ դառնալու ճանապարհին թե ինչքանով կօգնի այս ծրագիրը 6 ամիս անց պարզ կլինի, իսկ 6 ամսվա ընթացքում նրանք Երևանում ու Հայաստանի մյուս բնակավայրերում դեռ շատ մշակութային անկյուններ են բացահայտելու։ Իմ քայլի հիմնադրամը իր հիմնադրման օրից ուշադրության կենտրոնում է դրել մշակութային հիմնախնդիրները։ Երկար ադենե հիմնադրամը չէր առնչված այս տարիքային խումբի հետ, 8-ից մինչև 12 տարեկան երեխաներ Տավուշի տարբեր բնակավարներից։ Ունենալու ենք բոլոր այցերի ժամանակ կրթական ծրագրեր, տեսական եւ գործնական մասերով։ Լինելու են Պատանի հանդիսատեսի թատրոնում, օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղերում, նաեւ գործընկեր ունենք չինական կողմից, չինական գիտամշակութային կենտրոնում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շենմինը եւս ազգային պատկերասրահում է ծրագրի մեկնարկն ու երկար ճանապարհ անցած աշակերտներին ողջունելու, անձամբ տեղեկացնելու։ Ուղևորության հաջորդ կանգառը հենց չինական մշակութային կենտրոնն է։ Հայաստանն ու Չինաստանը հին մշակույթ կրող պետություններ են, մեզանից պահանջում է ավելի ծանոթանալ մշակույթին։ Քանի որ ծրագիրը պիլոտային է, դիտարկումներով լավն ու վատը առանձնացնելով օգնել ուղղորդել, որ մյուս մարզերի դեպքում ծրագիրն էլ ավելի լավը դառնա։ Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի խնդրանքն է երեխաներին։ Ասել ինչ կուզեիք, որ ավելանար, ինչ է, մեզ օգնեք, մի քիչ աշխատեք, ու վերջում նորից կհանդիպենք։ Բայց մինչև նոր հանդիպումը այսօրվանից լուսանկարներ, ոչ միայն ընդհանուր, այլև առանձին։ Հերթը կրթվելունն է մեկնարկային առաջին ուղևորությունը ազգային պատկերասրահում շրջայցով չսահմանափակվեց։ Նախ գիտելիքի ստուգման հարցաթերթիկ, որը ըստ անհրաժեշտության եւ երեխաների իմացության ծրագրի բովանդակությունը փոփոխեն, ընթացքն ավելի ճկուն լինի։ Ինչ է թանգարանը։ Ու ինչ ես մտադիր դրել։ Որտեղ կան տարբեր նկարներ, մարդկանց ստեղծած իրերը։ Ինչ նպատակով ես այցելում թանգարան։ Ես երկու տարբերակ եմ նշել՝ նոր գիտելիքներ ստանալու եւ հետաքրքիր ժամանցի։ Օրվա վերջին փուլն է առջևում՝ ինտերակտիվ դասապրոցեսը։ Դուք մասնակցելու եք խճանկար կրթական ծրագրին, որի տևողությունը մոտավորապես 60 րոպե է։ Առաջին հատվածը, ինչպես նշեցիք, կլինի տեղեկատվական, երկրորդ հատվածում ստեղծագործելու եք եւ նշեմ, որ ձեր ստեղծագործությունները տանելու եք ձեզ հետ։ Այսպես 10 այցելություն, իսկ ավարտին հունիսին երեխաները լրացնելու են հարցաթերթիկ, որ հիմնադրամում ծրագրի կազմակերպիչները, գործընկերները հասկանան, ինչքան ու ինչպես են դպրոցականները կարողացել ընկալել եւ հիշել մշակութային այցերի ընթացքում ստացած գիտելիքներն ու տպավորությունները, որ արդյունքները համադրեն ու արդեն հաջորդ սահմանամերձ մարզի դպրոցականների համար ել ավելի նպատակային ճամփորդություն կազմակերպեն։ Իրինամ Կրչյան, Դավիթ Մաշկալյան, լուրեր։